Ողջույն սիրելիներս, շատ շնորհակալ եմ, որ միացեք իմ ալիքին։ Այսօր ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստեմ սուջուղ, մսային սուջուղ։ Սա հին բաղադրատոմսի հին շատ հին ժամանակներում եմ պատրաստել, տատիկներն էին պատրաստում, մեր տատիկները։ Ես էլ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ այս բաղադրատոմսով։ Ուրեմն ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է, ես այստեղ վերցրել եմ 1 կիլոգրամ տավարի միս, ցանկալի է մի քիչ յուղոտ, այսպես մի քիչ յուղոտ կտորներ լինի, որ շատ լավ փափուկ ստացվի, շատ չոր չգա սուջուղը։ Եվ նաև մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ խոշոր աղ։ Կներեք, ես մի քիչ հիվանդ եմ։ Ուրեմն, ինչ է մեզ սրա համար անհրաժեշտ։ Ուրեմն մենք հիմա աղը կլցնենք, մսի մեջ կխառնենք, կթողնենք 3 օր։ 3 օրվա ընթացքում օրը 1 անգամ կխառնենք միսը, որպեսզի, այսպես ասած, աղը ուտի միսը, որ շատ լավ սուջուկներ ստանանք, ունենանք լավ սուջուկներ։ Հիմա ես այստեղ կլցնեմ, ինչ սկսեցինք այստեղ, այսպես սիրուն կլցնեմ աղը ու լավ կխառնեմ, այսպես ձեռքով կխառնեմ, գտալ չեմ օգտագործելու, այսպես լավ ձեռքով կխառնեմ, սիրելիներս։ Ասեմ, որ սիրելիներս ես արդեն սկսել եմ ամանորյա ուտեստների պատրաստելը, արդեն սկսել եմ, ես ամանորի պատրաստելու շոտ իրար եմ սկսում, ու շատ լավ հաճույքով պատրաստում եմ, սիրում եմ ամեն մի տեսակի գործը, ամեն մի տեսակի թեկուզ արարողություններ, շատ եմ սիրում, մի խոսքով չշեղվենք, մեր գործից չշեղվենք։ Սիրելիներս, ես խառնեցի, շատ լավ խառնեցի, կթողնենք սառը տեղ, ցանկալի է սառնարանում, այսպես կապարիչով կփակենք, լավ կփակենք և կթողնենք սառը տեղ։ Սառնարանում կմնա 3 օր։ Այդ 3 օրվա ընթացքում սիրելիներս միսը իր արունաջուրը դուրս կտա, կթափենք, չենք մոռանում ամեն օր խառնենք 1 անգամ, պետք է խառնենք 3 օրվա ընթացքում։ Սիրելիներս, խոսքով կհանդիպենք 3 օր անց, կտեսնենք ինչ տեսք ունի միսը։ Տեսեք, սիրելիներս, արդեն 3-րդ օրն է մեր մսի սուջուխի, արդեն 3-րդ օրն է, ինչ դրել ենք աղի մեջ, իրա գույնը արդեն փոխել է, մսի գույնը արդեն ինքը փոխել է, տեսեք ինչ տեսք է ստացել։ Հիմա մենք միսը կաղանք, կհամեմենք և կդնենք նորից սառնարանում, կմնա այնտեղ նորից 3 օր։ Հիմա միսը կաղանք և նորից կմիանանք ձեզ հետ։ Տեսեք, սիրելիներս, ես այստեղ միսը արդեն աղացել եմ, ասեմ ինչ եմ արել մսի հետ։ Միսը հանել եմ, լավ լվացրել եմ, չորացրել եմ, մի 30 րոպե չորացրել եմ սրբիչով, հետո աղացել եմ 2 անգամ, մանր անցքերով 2 անգամ միսը աղացել եմ։ Այստեղ նաև աղացել եմ 2 անգամ նաև սխտորը։ Ես այստեղ օգտագործում եմ 80-ից 100 գրամ սխտոր։ Ես մի քիչ սխտորը շատ եմ անում, որովհետև մենք սխտոր շատ ենք սիրում։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է, այսպես անեմ, որ երևա, այստեղ մեզ անհրաժեշտ է կարմիր աղացած քաղցր պղպեղ, կորիանդր, 1 թեյի գդալ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, 2 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ պահար, 1 թեյի գդալ քիմիա։ Հիմա այսպես հարմարեցնեմ տեսախցիկը, լցնում ենք այստեղ սխտորը, լցնում ենք այստեղ կորիանդրը, հերթով էլ չասեմ, բոլոր համեմունքները մենք խառնում ենք իրար, այսպես մի 10-ից 15 րոպե, դաժե մի 20 րոպե լավ խառնում ենք ձեռքով, լավ այսպես ձեռքով խառնում ենք, որ բոլոր համեմունքները իրար խառնվեն, այսպես լավ, այսպես լավ, ասեմ սիրելիներս, միսը շատ պաղ է, ես անգամ ձեռնոցներով եմ զգում միսի սառնությունը, նայեք սիրելիներս, հենց այսպես ձեռքով լավ խառնելուց հետո, մենք միսը տեղափոխում ենք նորից սառնարան, այնտեղ միսը մնում է նորից 3 օր, 3 օր միսը, 3 օրից հետո, նորից 3 օրվա ընթացքում, սիրելիներս, ամեն օր օրը 1 անգամ այսպես լավ խառնում ենք, որ էլի բոլոր համեմունքները ներծծի միսը, այսպես լավ խառնում ենք, սիրելիներս ասեմ, որ չի բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվել, որ բաց չթողնեք լավ ամանորյա վիդեոները, ասեմ, որ շուտով կտեղադրեմ պաստուրմայի պատրաստման իմ եղանակը, պաստուրմայել եմ պատրաստում, սիրելիներս,
այսպես լավ խառնում ենք, լավ ճզմում ենք, սիրելիներս, լավ ճզմեմ, այսպես լավ միսը խառնեմ և նորից վերադառնամ ձեզ հետ։ Տեսեք սիրելիներս, միսը արդեն պատրաստ է, տեսախցիկով այն մի քիչ կարմիր է երևում, բայց իրականում կարմիր գույն չէ, ուղղակի այդպես երևում է։ Նայեք սիրելիներս, ես լավ 15 կամ 20 րոպե լավ խառնեցի, լավ ձեռքով ճզմեցի, որ բոլոր համեմունքները ներծծվեն մսի մեջ։ Սիրելիներս, աղ չեմ ավելացրել, որովհետև իմ միսը արդեն աղի է, շատ աղի չստացվի հանկարծ։ Եթե ուզում եք մոռացա ասեմ, ըստ ճաշակի կարող եք ավելացնել կծու կարմիր պղպեղ, ըստ ճաշակի, բայց ես չավելացրեցի, դա ըստ ցանկության։ Սիրելիներս, հիմա ես իմ միսը կդնեմ սառնարան, այնտեղ կմնա 3 օր, 3 օրից հետո կհանենք և արդեն միսը կպատրաստենք, կլցնենք աղիքի մեջ։ Նախքան 3 օրը, 3 օրվա ընթացքում պետք է ամեն օր նորից էլի ձեռքով լավ խառնել, նորից էլի լավ ճզմել ձեռքով, որպեսզի էլի համեմունքները լավ ներծծվեն։ Խոսքով սիրելիներս, պետք է լավ մսի հետ, շագերտավոր ասած, լավ խաղալ մսի հետ։ Կհանդիպենք 3 օրից և կտեսնենք նաև մսի գույնը, ինչպիսի գույն ու տեսք է ստացել միսը։ Նայեք սիրելիներս, արդեն անցել է 3 օր, մեր միսը ինչպիսի տեսք ունի, խնդրեմ, շատ անուշ բույր է տարածվել ամբողջ խոհանոցում։ Այսօր սիրելիներս, մենք արդեն պատրաստելու ենք մեր սուջուխները։ Հիմա դրա համար մեզ ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է տոպրակ կամ աղիք։ Իմ մոտ այստեղ տոպրակի աղիք չկար, սա ես գնել եմ շուկայից, բոլոր շուկաներում և խանութներում կա սիրելիներս, և թել կարող եք գնել, պատվիրել, ինչպես ցանկանում եք։ Իմ մոտ տոպրակ է ու հաստ է, աղիք չէ, աղիքի նման բարակ չի։ Մեզ անհրաժեշտ է մի քիչ ջուր, հիմա տոպրակները կթրջենք սովորական ջրով, այդ ընթացքում մի լավ կխառնենք նորից միսը և կամրացնենք տոպրակները, կամրացնենք, այսպիսի հարմարանք կա իմ մսաղացի հետ, այսպես սուջուխի և երշիկների պատրաստման համար այսպիսի հարմարանք կա, կհարմարցնենք այստեղ և կպատրաստենք մեր սուջուխները։ Նայեք սիրելիներս, ինչ եմ արել։ Ես թրջեցի տոպրակները, տոպրակի մի ծայրից կապել եմ թելով, լավ ամուր ձիգ կապել եմ սիրելիներս, որ այս կողմից, մյուս կողմից միսը դուրս չգա։ Հարմարեցրել եմ այսպես վրան, վերևից կլցնեմ, այստեղից միսը դուրս կգա։ Սա մյուսն է, կլցնեմ միսը, կլցնեմ սուջուխը, կպատրաստեմ, հետո կմիանամ նորից ձեզ հետ։ Տեսեք սիրելիներս, արդեն պատրաստ է, իմ մոտ ստացվել է 2 հատ այսպիսի չափի սուջուխներ։ Հիմա տեսեք ինչ ենք անում։ Հիմա հերթով բոլորը ծակում ենք շատ զգուշությամբ, որպեսզի ավելորդ օդը մեջից դուրս գա։ Շատ զգուշությամբ ենք ծակում սիրելիներս։ Մանավանդ եթե ձեզ մոտ տավարի աղիք է, շատ զգուշությամբ ենք ծակում, որ չպատրվի հանկարծ։ Այսպես բոլորը ծակում ենք։ Հերթով բոլորը այսպես ծակում ենք։ Ու սրանից հետո սիրելիներս պետք է կրկնակենք։ Էլի շատ ամուր, շատ ուժեղ չենք սեղմում կրկնակով, որպեսզի չպատրվի, մեր արած ամբողջ աշխատանքը ջուրը չլցվի, խնդրեմ, այսպես կրկնակում ենք, լավ կրկնակում ենք, որ ավելորդ օդը մեջից դուրս գա, տեսեք ինքը իր մեջ օդ կա, ավելորդ օդը դուրս գա, հաջորդ կողմից ենք կրկնակում, սիրելիներս, կրկնակելուց հետո դնում ենք ծանրոցի տակ, ծանրոցի տակ պետք է մնա 3 օր, այդ ընթացքում 3 օրվա ընթացքում պետք է ամեն օր կրկնակել, ամեն օր նորից էլի զգուշությամբ ծակել ու նորից կրկնակել, տեսեք ինչքան բարակ ստացվեց, շատ գեղեցիկ, կարևորը համեղ և տնական սիրելիներս, տնական պատրաստած, խանութներում չգիտեմ ինչեր են ավելացնում մեջը, ավելացնում են ավելորդ քիմիական, ես ինչ իմանամ, քիմիական նյութեր, չգիտեմ, ավելորդ բաներ են ավելացնում, որ առողջությանը վնաս է, մի քիչ անկեղծ ասած, դե տնականը միշտ էլ ուրիշ է, եթե դու քո ձեռքով ես պատրաստում, տնականը միշտ էլ ուրիշ է, պետք է շատ զգուշությամբ, սիրելիներս կրկնակելուց հետո տախտակը դնում ենք այսպես վրան և ծանրոցն ենք դնում, պետք է մնա 3 օր, սիրելիներս նորից կրկնեմ, 3 օրվա ընթացքում նորից կրկնակում ենք, նորից ծակծկում ենք և 3 օր անց կախում ենք չորանալու, 3 օր անց կհանդիպենք սիրելիներս, կտեսնենք ինչպիսի տեսք են ստացել մեր սուջուխները և խնդրեմ, 3 օր անց կհանդիպենք։ Սիրելիներս, արդեն 3-րդ օրն է մեր մսի սուջուխի, հիմա նորից մի քիչ տապակացել է, բարակել է մի քիչ,
քանի որ սիրելիներս իմ տոպրակը շատ լայն է, մի քիչ իմ ստուջուխս լայն է ստացվել։ Հիմա նորից կծակենք շատ զգուշությամբ, որպեսզի ավելորդ օդը ու իր հեղուկը, ջուրը դուրս գա մեջից, տեսեք իր մեջը էլի օդ կա։ Հիմա նորից կկրտնակենք սիրելիներս եւ արդեն սիրելիներս կդնենք, կկախենք չորանալու։ Արդեն մեր մսի սուջուխի չորանալու process-ն է գնում։ Պիտի արդեն կախենք, որ չորանա, սիրելիներս ասեմ, որ պետք է 10 օր, եթե ոչ ավել, կախենք, որ մսի սուջուխը լավ չորանա, որովհետև ինքը մեր մոտ շատ հաստ է ստացվել եւ մի քիչ երկար ժամանակ կպահանջվի, որ չորանա։ Մենք շտապելու տեղ չունենք, մինչև ամանոր թող չորանա։ Սիրելիներս այսքանը իմ տեսանյութի, շատ շնորհակալ եմ, որ մնացիք իմ հետ, շատ շնորհակալ եմ, որ կիսվում եք մեկնաբանությունով, շնորհակալ եմ ձեր ինչու՞ չէ նաև օգտակար խորհուրդների համար, կիսվեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, ասեք մեկ զանգակի կոճակը, որ բաց չթողնեք հետագա իմ տեսանյութերի տեղադրմանը։ Սիրելիներս ասեմ, որ շուտով կտեղադրեմ պաստուրմայի պատրաստման իմ եղանակը, մնացեք իմ հետ, բաց չթողնեք, այսօր այսքանը, ես կկախեմ իմ սուջուխները չորանալու, իսկ դուք մնացեք իմ ալիքի հետ։ Սիրելիներ, շնորհավորում եմ նախապես ձեր գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Հաջողություն մեզ բոլորիս, խաղաղ երկինք, կապույտ ճանապարհ բոլորիս։ Խոսքով գալիք ամանորը մեզ բոլորիս համար շատ լավ տարի լինի, ցանկություններով, երազանքներով լի տարի լինի։ Սիրելիներս, այսքանը շատ շնորհակալ եմ, որ մնացիք իմ հետ, բաչիկներ ու սրտիկներ եմ մաղթում ձեզ։